Թմրամիջոցների տարածվածությունը Հայաստանում տարեցտարի աճում է։ Պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը չի արտացոլում թմրանյութ օգտագործողների իրական պատկերը։ Շատ դեպքեր մնում են չբացահայտված, քանի որ ծնողները չեն ցանկանում շրջապատն իմանա, որ իրենց երեխան թմրամիջոցներ է օգտագործում։ Սակայն շատ հաճախ խնդիրը թաքցնելով ոչ թե օգնում, այլ թույլ է տալիս ավելի մեծ հանցանքներ գործել։ Թմրանյութերի շրջանառության մեջ հատկապես մեծ ներգրավվածություն ունեն անչափահասները, որոնք սոցիալական խոցելիության պայմաններում իրենց կամքից անկախ դառնում են շահագործման և հանցավոր խմբերի ազդեցության զոհ։ Թմրամիջոցներն այսօր շատ հեշտ են ձեռք բերվում, դրանց հասնելու ճանապարհներն ավելի կարճ են։ Դեռահասները դրան գնում են սոցիալական ցանցերի միջոցով, հատկապես Telegram ալիքներով։ Ներքին գործերի նախարարության տվյալներով 2025 թվականի 11 ամիսների ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել 8 անչափահաս, որից 6-ի գործերն ուղարկվել են դատարան։ 2024 թվականին այդպիսի անչափահասների թիվը եղել է 11, բայց սա միայն պաշտոնական թվերը չեն։ Նարկոլոգիական կենտրոնի տվյալներով էլ այս պահին այնտեղ բուժում է ստանում 4 անչափահաս։ Նարկոլոգ Սուրեն Նազինյանը նշում է, որ վերջին տարիներին մեծ տարածում են գտել հոգեխթանիչ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցները, որոնք բավականին վտանգավոր են ու շատ արագ կախվածության մեջ են գցում անձին։ Նա նաև հավաստիացնում է, որ այդ կախվածությունից հնարավոր է բուժվել եւ արդյունքը բավականին մեծ է լինում, եթե վաղ փուլում են դիմում բուժօգնության։ Նույնիսկ թմրամիջոցների գործածումը դադարեցնելուց հետո թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդը, օրինակ, տարիներ անց մեկ անգամ նույնիսկ փորձելու դեպքում իր մոտ լինելու է սրացում բավական մեծ հավանականությամբ եւ նորից վերսկսելու թմրամիջոցների ամենօրյա գործածումը։ Մասնագետի խոսքով քաղաքացին տեղեկացված չէ եւ չունի հնարավորություն ստուգելու, թե ինչ բաղադրություն ունեն, այսպես ասած, փողոցային թմրամիջոցները, ինչպես նաեւ դրանցում իրական թմրամիջոցի եւ տոքսիկ հավելումների հարաբերակցությունը, ինչը գետոզավորման դեպքում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Էլ իհարկե շնչական համակարգն ախտարվում մարդու, միևնույն ժամանակ պետք է հատուկ փաստել, որ քթի լորձաթաղանթի լրջագույն ախտարում լինում, նաև ոսկրային հյուսվածքի ախտարում է հնարավոր ու իհարկե նաև կախվածության համախտանիշ, ծանր կախվածության համախտանիշ, եթե հաշվի առնենք, թե քթի միջոցով ինչ տեսակի թմրամիջոցներ են գործածում, դրանք ծանր բավական հոգեխթանիշներն են։ Ներարկային եղանակով գործածման դեպքում հետևանքներն առավել ծանր են, երբ երակներն այլևս պիտանի չեն, ներարկումները կատարվում են աճուկային կամ անոթափոսի շրջանում, ինչը կարող է հանգեցնել միավ վարակի, հեպատիտ C-ի եւ հեպատիտ B-ի, երբեմն անգամ մահվան։ Ամենակարևորը չմոռանանք թմրամիջոցների սուր թունավորման արդյունքում հավանական մահվան ելքը, խոսքը վերաբերվում է գերդոզավորում կոչվածին, երբ որ մարդու մոտ թմրամիջոցի գործածման արդյունքում առաջանում է կոնկրետ որևէ, այսպես ասած, կենտրոնական նյարդային համակարգում որևէ կենտրոնի լրջագույն ախտահարում, որի արդյունքում մարդու մոտ առաջանում է մահ, այսինքն սա է գերդոզավորում կոչվածը, որից մարդուն փրկելը բավականին դժվար է եւ դրա համար իրականում անհրաժեշտ է վերակենդանացման միջոցառում։ Հայաստանում թմրանյութ օգտագործող շատ անձինք մնում են չբացահայտված, քանզի չեն դիմում բուժօգնության եւ չեն հաշվառվում։ Այս մտահոգությունն է հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, շեշտադրելով հատկապես անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածվածության աճը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածվածությունը եւ այստեղ պետությունը, պետք է ասեմ, երկրորդության գիտության նախարարությունը եւ կրթական համակարգը կամ չեն պատկերացնում այդ ցավալը կամ չգիտեն ինչ անել, բայց այդ դեպքում չիմանալն էլ չի արդարացնում եւ միաժամանակ ասեմ, որ միայն իրավապահ մարմինների ջանքերով հնարավոր չէ սա դրել։ Երեխաները դպրոցական տարիքից պետք է ունենան հիմնավոր պատկերացում թմրամիջոցների խիստ վտանգավորության մասին։ Ուսուցիչը միայն կրթությունը կազմակերպողը եւ գիտելիքը փոխանցողը չէ, նա ավելի կարևոր դեր ունի, համոզված է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Կրթության որակը էապես անկում է ապրում, առանց այդ էլ վատ վիճակում։ Մյուսը առողջական խնդիրներ են առաջանում, մյուսը այսպես վատ վարքի քարոզ է կատարում, որը իր հետևից կարող է բերել իսկապես այնպիսի կորուստների, որոնց մասին նույնիսկ պատկերացնել անհնար է։
Վերջինի դիտարկմամբ անչափահասների կողմից թմրանյութերի օգտագործման հետևանքով ոչ միայն վտանգվում է գենոֆոնդը, այլև տարածվում է վատ վարքի քարոզ։ Բացի այդ, թմրանյութ օգտագործած անչափահասը ապագայում կարող է ունենալ առողջական խնդիրներ ունեցող սերունդ։ Անպայման պետք է մշակվեն համապատասխան ուսումնական ձեռնարկներ եւ մոդուլներ, որոնք պետք է ներգրավվեն, ներդրվեն տարբեր առարկաների մեջ։ Օրինակ, եթե չգիտեմ, քիմիայի դաս են անցնում եւ այնտեղ նաեւ անդրադարձ լինի թմրամիջոցների օգտագործման հետևանքների, կենսաբանության դասին նման առանձին զրույցներ լինի պրակտիկ գործունեության տեսակետից եւ տարբեր առարկաների մեջ, որովհետեւ դա գիտեք, ասենք առանձին առարկա ներդնելով դու ոչ մի բանի չես հասնի։ Դու պիտի դա անընդհատ աշխատանք է, որ դեռահասի հետ պետք է անընդհատ կատարվի։ Նարկոլոգի խոսքով թմրանյութ օգտագործողների երիտասարդացում է նկատվում Հայաստանում։ Այդ անձանց հիմնական տարիքային միջակայքը 30-ից 50 տարեկանն են։ Նրանք հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են։ Թմրամիջոցների տեսակներն են փոխվել Հայաստանում, այսինքն նախկին, այսպես ասած, մեր նախկինում մեր տարածաշրջանում առավել տարածված երկու խմբից բացի դրանք կանաբինոիդներն են, օրինակ նույն մարիխուանան եւ ափյոնատիպ նյութերը, հերոինի խումբը, այսպես ասած, դրանց հետ միաժամանակ ավելացել նաեւ այլ խմբի թմրամիջոցներ, որոնք նախկինում մեր երկրում չեն եղել։ Խոսքը առավելապես վերաբերում է ներկայումս հոգեխթանիչների խմբին, դրանց ամենատարածված ներկայացուցիչը Հայաստանում մեթամֆետամինն է, ճակերտներով կրիստալ են ասում, որը խիստ վտանգավոր եւ կախվածություն առաջացնելու բարձր պոտենցիալ ունեցող նյութ է։ Իրավապաշտպանի գնահատմամբ պետության պարտավորությունը կյանքի դժվարին իրավիճակում գտնվող այս անձանց իրավունքների պաշտպանության հարցում խիստ անբավարար է։ Նրա խոսքով որոշ երկրներ արմատական փոփոխությունների գնացին եւ առողջապահական ծառայությունների միջոցով հաղթահարեցին այդ խնդիրը, իսկ Հայաստանում մարդուն օգնելու փոխարեն պատասխանատվության են ենթարկում։ Ես չեմ տեսնում հստակ մշակված քաղաքականություն համալիր, որի մեջ առողջապահական ծառայությունները, կրթական ուրեմն բնակավարը, ամենավերջում պետք է լինի իրավապահ։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նույնպես շեշտում է, որ թմրամիջոցների դեմ պայքարը միայն ոստիկանության աշխատանքով չպետք է սահմանափակվի։ Պետք է համագործակցեն բոլոր կառույցները։ Նա վստահեցնում է, համայնքային ոստիկանությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում աշակերտների եւ ուսուցչական կազմի հետ։ Պարբերաբար հիմնականում սոց կայքերում հայտարարություններ լինում, գրառումներ են լինում, այսպես ասած դպրոցներում վխտում է թմրամիջոցը նման բառապաշարով, ամենուրեք թմրանյութեր են եւ այլն եւ այլն։ Մեր վարչությունն էլ մանրակրկիտ մոնիթորինգ է ենթարկում բոլոր գրառումները եւ կարող եմ ասել, որ վերջին շրջանում չեմ հիշում մի դեպք, երբ որևէ գրառում կամ նման հայտարարություն արած անձ այդ հայտարարությունը անելուց հետո հաղորդում ներկայացած լինի կամ մեզ տրամադրած լինի որոշակի հստակ տվյալներ, որ օրինակ այս կամ այն դպրոցում իրոք թմրանյութի հայտնաբերման դեպք է եղել եւ մենք գնանք այդ ուղղությամբ։ Արթուր Սաքունցի տվյալները հակառակն են փաստում։ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նույնիսկ ահազանգեր է ստանում, որ ուսումնական հաստատությունների մոտ թմրանյութեր են տարածում։ Այն ահազանգերը, որ մենք ստանում ենք, հատկապես սոցիալական ցանցերով, տարածման, դրանք հորինովի չեն։ Տեսեք, նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների այս զարգացվածության պարագայում, Telegram եւ այլն, դրանք էլ ավելի են բարդացնում, որովհետեւ տարածումը նաեւ դրանց միջոցով է արվում, ընդ որում անթակույց։ Հասարակության մեջ ձևավորված է համոզմունք, որ ոստիկանին զանգելը թեմա է, նշում է Նարեկ Սարգսյանը, նկատելով, որ շատ դեպքերում քաղաքացիները ոստիկանությանը չեն հայտնում այս կամ այն հանցագործության մասին, ինչի հետևանքով էլ խնդիրն ավելի է մեծանում։ Թմրամիջոցների մասին չի խոսքը, բայց օրինակ մենք դպրոցներում ունեցել ենք դեպքեր անչափահասների հետ կապված, որ այդ դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը կոծկել է այդ դեպքը, չի հայտնել ոստիկաններին, այդ դեպքի մասին որևէ մեկը չի տեղեկացվել, այդ դեպքը ունեցել է շարունակություն, ավելի վատ երևույթի է հանգեցրել, օրինակ ծեծկռտուքի կամ դանակահարության,
Եվ մենք հետո նոր ոստիկանությունը տեղեկացել է եւ միջոցառումներ ա ձեռնարկել։ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 3920 դեպք, սա նախորդ տարվանից 829-ով ավելի է, բացահայտվել է 2254 դեպք, ինչը կրկին ավելացել է նախորդ տարվա հետ համեմատած։ 2024-ից 25 թվականների ընթացքում ոստիկանության կողմից արգելափակվել են թմրամիջոցների առևտրով զբաղվող շուրջ 45 ինտերնետային էջ եւ խանութ։ Որոշակի ընթացքում նաև վերաբացվում են որոշակի ալիքներ, բայց մեր ծառայողները հետևողականորեն աշխատում են այդ ուղղությամբ եւ փակում են այդ ալիքները։ Կան հիմնականում մեծ ալիքներ, որոնցից կարելի ասել սնվում են այդ մյուս փոքր ալիքները, եւ շեշտը մենք դնում ենք այդ մեծ խանութների եւ ինտերնետային էջերի վրա։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տվյալներով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրանյութերից կախվածության, դրանց գործածման, հոգեակտիվ նյութերի գործածման ակտիվության կապակցությամբ հաշվառված են եղել 7818 անձինք, որոնցից 184-ը եղել են կանայք։ Թմրանյութերի տարածվածությունն ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է, Հայաստանն էլ անմաստ չէ դրանից։ Ըստ ուսումնասիրությունների թմրանյութերի հիմնական ծավալը գալիս է Իրանից։ Հայաստանը ներթափանցած օրինակ 20 կիլոգրամանոց թմրամիջոցը պատկերացնում եք թե քանի մասերի կարող է բաժանվել եւ որքան անձի փոքր չափաբաժներով պետք է գնա եւ հասնի եւ մենք շեշտը դնում ենք այդ մեծականակ թմրամիջոցի հայտնաբերման վրա։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ հնարավոր չէ հաջողել, եթե շարունակաբար պայքարում ես թմրամիջոց գործածողների դեմ, ասում է Արթուր Սաքունցը։ Անձը կարող է վկայություն տալ, բայց պաշտպանված չլինել։ Այդ անվստահությունն է, որ թույլ չի տալիս շատերին իրենց իրավունքների պաշտպանության եւ իրենց խնդիրները լուծելու ակնկալիքով դիմել որևէ կառույցի կամ հենց իրավապահ մարմիններին։ Սա եզակի հիվանդությունն է կամ առողջական խնդիրն է, որի համար մարդը կարող է պատասխանատվության ենթարկվել։ Եվ օրենսդրությունն է ենթադրում, որ թմրամիջոցից կախվածություն ունենալը հանդիսանում է քրեորեն կամ վարչական պատասխանատվության ենթակա արարք։ Սա ամենաաբսուրդն է։ Չկա որևէ այլ հիվանդություն կամ առողջական խնդիր, որի հիմքով մարդը ենթարկվի պատասխանատվության։ Ինչու են թմրանյութերն այսքան հասանելի, ինչպես են անարգել ներթափանցում Հայաստանի Հանրապետության տարածք։ Վերահսկողությունն է թույլ, թե այսպես ասած նարկոտիկների բիզնեսը հովանավորվում է ամենավերևներից։ Ինչուներն ու ինչպեսները թերևս կարելի է շարունակել, սակայն փաստ է թմրանյութերի ապօրինի շրջանառությունը տարեցտարի ավելանում է, ինչը նաև ազգային անվտանգության խնդիր է։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։